Ծննդոց գլուխ 9. Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. Աճեցեք, բազմացեք և լցրեք երկիրը, ձեր ահն ու ձեր երկյուղը թող լինի երկրի բոլոր գազանների և երկնքի բոլոր թռչունների վրա, երկրի վրա բոլոր շարժվողների և ծովի բոլոր ձկների վրա, դրանք ձեր ձեռքն են տրվել: Շարժվող ամեն կենդանի թող կերակուր լինի ձեզ համար, բանջարի ու խոտի պես բոլորը ձեզ տվեցի, միայն միսը իր կյանքով, այսինքն իր արյունով չուտեք: Եվ ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ, ամեն կենդանուց կպահանջեմ, ամեն մարդուց, իր ընկերոջից մարդու կյանքը կպահանջեմ: Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից կթափվի, որովհետև Աստծու պատկերով ստեղծեց մարդուն, իսկ դուք աճեցեք ու շատացեք, բազմացեք երկրի վրա և շատացեք նրանում: Աստված ասաց Նոյին ու նրա հետ նրա որդիներին ասելով. Ահա ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ ու ձեզանից հետո ձեր սերնդի հետ, և ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու հետ, թե թռչունի, թե անասունի, թե ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի հետ, տապանից դուրս եկած բոլորի հետ, երկրի բոլոր անասունների հետ: Եվ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլևս ոչ մի մարմին չի կորչելու ջրհեղեղի ջրերից, և այլևս ջրհեղեղ չի լինելու երկիրը ոչնչացնելու համար: Աստված ասաց. Սա է այն ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև հավիտենական դարերի համար: Իմ աղեղը դրեցի ամպի մեջ, և նա ուխտի նշան կլինի իմ ու երկրի միջև: Եվ երբ ես ամպեր հավաքեմ երկրի վրա, աղեղը ամպի մեջ կտեսնվի: Այն ժամանակ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև և ամեն մարմնից շնչավոր էակի միջև: Եվ ջրերն այլևս հեղեղ չեն դառնա կորստյան մատնելու համար որևէ էակի: Աղեղը ամպի մեջ կլինի և ես կտեսնեմ այն, որպեսզի հիշեմ այն հավիտենական ուխտը Աստծու և կենդանի շունչ ունեցող բոլոր մարմինների միջև, որ երկրի վրա են: Աստված ասաց Նոյին. Սա այն ուխտի նշանն է, որ ես հաստատեցի իմ ու երկրի վրա եղող բոլոր էակների միջև: Նոյի տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը: Քամը Քանանի հայրն է: Այս երեքը Նոյի որդիներն են և սրանցից մարդիկ տարածվեցին ամբողջ երկրի վրա: Նոյը սկսեց մշակել հողը և մի այգի տնկեց, խմեց դրա գինուց, հարբեց և մերկ պառկած էր իր վրանում: Քանանի հայրը Քամը տեսավ իր հոր մերկությունը և դրսում պատմեց իր երկու եղբայրներին: Սեմը և Հաբեթը հանդերձն առան և իրենց երկուսի ուսերի վրա դրեցին ու ետ գնալով ծածկեցին իրենց հոր մերկությունը: Նրանց երեսները դեպի ետ էին և նրանք իրենց հոր մերկությունը չտեսան: Երբ Նոյը սթափվեց իր գինուց և իմացավ, ինչ որ արել էր իրեն իր կրտսեր որդին, ասաց. Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին: Նաև ասաց. Օրհնյալ լինի Տերը, Սեմի Աստվածը, իսկ Քանանը նրան թող ծառա լինի: Աստված ընդարձակի Հաբեթին և նա Սեմի վրաններում բնակվի, իսկ Քանանը ծառա լինի նրան: Ջրհեղեղից հետո Նոյն ապրեց 350 տարի: Նոյի բոլոր օրերը 950 տարի եղան և նա մեռավ: